Ելենա Արշակյանի «Ուրիշի ընտանիքը» սերիալում Էլիզա հերթական անգամ դիմում է ստի։ Նորոյին նա ասում է, թե իբր Արշակին ու նրա ընտանիքին ներկայացրել է, որ որբ է, չունի ոչ մի հարազատ, ոչ ընկեր, ընդամենը մի աղջիկ է, ով աշխատանք է փնտրում գոյատևման համար։ Այս հերթական կեղծիքը ստիպում է Նորոյին վերջնականապես գիտակցել, որ այլևս չի կարող ոչ միայն պաշտպանել Էլիզին, այլ նաև շարունակել շփումը Մագդայի հետ։ Նա հասկանում է, որ եթե ինքը լռի, ապա ոչնչով չի տարբերվի Էլիզից։ Իսկ Նորոն ստախոս չէ։ Նա երբեք իր էությունը չի դավաճանել եւ չի կարող այդ նույն լռությամբ շարունակել հարաբերությունները մի մարդու հետ, որին սկսել էր անկեղծորեն վստահել։ Նորոն, չցանկանալով խորացնել սուտը, որոշում է դադարեցնել հարաբերությունների զարգացումը։ Նա հասկանում է, որ իր եւ Մագդայի կապը կարող է վերաճել սիրո, բայց հենց այդ պատճառով էլ ուզում է կանխել այդ ամենը։ Մարդուն, ում հանդեպ զգացմունքներ ունես, առաջին հերթին պիտի պաշտպանես, նույնիսկ ինքդ քեզանից։ Մի քանի բաց թողնված զանգերից հետո նա վերջապես պատասխանում է Մագդային եւ համաձայնում հանդիպել։ Հանդիպման ժամանակ Նորոն նայում է Մագդային անկեղծ, բարի ու մի փոքր կաշկանդված, որովհետև այն, ինչ պատրաստվում է ասել, որը հիասթափություն է բերելու։ Նա ասում է, որ շատ ուրախ է Մագդայի նման մի աղջիկ իրեն վերաբերվել է այդքան ջերմությամբ, ուշադրությամբ եւ վստահությամբ։ Նորոն շեշտում է, որ ինքը մեծապես գնահատում է այդ վերաբերմունքը, բայց նաև ասում է, որ նա խնդրում է, որ իրենց կապը մնա ընկերական հարթության վրա։ Ասում է, որ կարող է լինել նրա համար լավ ընկեր, հուսալի եւ նվիրված։ Այդ ակնարկը, թե սիրո դռները փակ է պահում, դառնում է Մագդայի համար ծանր հարված։ Նա հանկարծ նեղվում է, բայց պատճառը չի ասում։ Մինչ Մագդան փորձում է հասկանալ, թե ինչ է փոխվել, մյուս կողմում Հասմիկն է կանգնած իր իսկ խաչմերուկում։ Նա գիտակցում է, որ այլ ելք չունի։ Նորոն մերժել է նրան, հստակ ասելով, որ իրենց միջև ամեն բան ավարտված է։ Եվ այդ պահին Հասմիկը հասկանում է, իր միակ հույսը ճշմարտությունն է։ Եթե ուզում է Նորոյի սիրտը նորից շահել, պետք է բացի ամեն ինչ, պետք է բացահայտի ամենախորը գաղտնիքը, Էլիզի գաղտնիքը։ Նա ասում է, որ այսօր կպատմի Նորոյին այն, ինչ մինչ այս պահը թաքցվել է, ու գուցե այդ ճշմարտությունն էլ դառնա վերջին պատուհանը դեպի Նորոյի ներման հնարավորությունը։ Իսկ այդ ընթացքում Էլիզը շարունակում է իր աշխատանքը Արշակի տանը։ Տան խաղաղությունը հանկարծ խախտվում է, երբ նա լսում է լացի ձայն Արևիկի ննջասենյակից։ Նա արագ բարձրանում է վերև, դուռը բացելով տեսնում է փոքրիկ Արևիկին անկողնու վրա պառկած։ Արևիկը օգնություն է խնդրում, լացում, ասում է, որ որովայնը շատ է ցավում, բայց Էլիզը չնայած ցավալի տեսարանին չի մոտենում։ Նա նայում է անթափանց աչքերով եւ սպասում, որ երեխայի վիճակը ել ավելի վատանա։ Նրա սրտում կարեկցանք չկա։ Նա դիտում է այդ տեսարանը ոչ թե ողջահարությամբ, այլ մտքի խորքում նույնիսկ գոհունակությամբ, որ ցավը հասել է նաև Արշակի ամենաթանկին։ Բայց միևնույն ժամանակ հասկանում է, որ խոսքը իր քրոջ մասին է, ինչ էլ լինի, Արևիկը իր քույրն է։ Սակայն հենց այստեղ ժամանակ է կանգ առնելու ու մի պահ ուշադրություն դարձնելու հետևյալ զուգադիպությանը։ Այս նույն փորի ցավերը վերջի շրջանում տանջում են նաև Ալինային, Էլիզի մյուս քրոջը, եւ հարցն այստեղ արդեն պատահականության սահմաններում չէ։ Դուք ինչ կասեք, պատահականություն է, թե սերիալը կամաց-կամաց բացում է իր ավելի խորը շերտերը։ Չի բացառվում, որ երկու քույրերն էլ տառապում են նույն հիվանդությամբ։ Գուցե սա համընկնում չէ, այլ մի ընդհանուր ախտանիշ, որի շուրջ առաջիկայում կբացահայտվեն լուրջ, նույնիսկ ճակատագրական հանգույցներ։ Հարգելի հետևորդներ, ինչ կարծիքի եք այս վարկածի մասին, որ Ալինան ու Արևիկը տառապում են նույն հիվանդությամբ։ Գրեք մեկնաբանություն։